Ատոմ Մխիթարյան, Հայաքվե տեղական դիտորդական առաքելություն։ Ուզում եմ հիշեցնել, որ Հայաքվե դիտորդական առաքելությունը որպես դաշինք երկու կազմակերպություններից է ձևավորվել, դա երիտասարդական ակումբների դաշնությունն է եւ մյուս կազմակերպությունը Արարատյան Սերունդ հասարակական կազմակերպությունն է։ Հայաստանի օրենսդրությունը թույլ է տալիս երկու կազմակերպություն միաժամանակ իրականացնել դիտորդական առաքելություն եւ հսկել ճակերտներում ասենք հսկել ողջ գործընթացը։ Ընդ որում պետք է նշեմ, որ սա չի վերաբերում միայն քվեարկության օրվան, որովհետև դիտորդական առաքելությունը գրանցվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հոկտեմբերի 27-ին, հենց հաջորդ օրվանից մենք սկսեցինք մեր դիտորդական առաքելությունը, որը ենթադրում է նաև երկարաժամկետ դիտորդական առաքելություն, երբ որ հսկում ես օրինակ լրատվամիջոցները, քարոզարշավը ինչպես է իրականացվում, ընտրողների հետ հարաբերությունները, մնացած բաները ինչ որ հնարավոր է։ Իսկ քվեարկության օրը, որը տեղի է ունենալու վաղը, Կիրակի օրը, նոյեմբերի 16-ին, արդեն մենք յուրաքանչյուր տեղամասում կունենանք դիտորդներ։ Հայաքվեն ունի գրանցած 123 դիտորդ եւ իսկ տեղամասերի թիվը 47-ն է ողջ Վաղարշապատ համայնքում։ Այսինքն մենք ունենալու ենք յուրաքանչյուր տեղամասում 2 դիտորդ, որոնք առավոտյան արդեն ժամը 7-ին լինելու են տեղերում։ Իսկ մնացած մյուս դիտորդները արդեն կլինեն արագ արձագանքման խմբերի տեսքով, որոնք դիտորդների ահազանգով կամ մեր քաղաքացիների ահազանգով կմոտենան եւ կպարզեն օրինակ ինչ որ խախտումների դեպքում կամ հնարավոր չարաշահումների դեպքում եւ փորձելու ենք արագ արձագանքել։ Ամեն դեպքում Հայաքվեի նպատակն է պահպանել, պաշտպանել յուրաքանչյուր ընտրողի շահը եւ նրա ձայնը, որովհետեւ մենք գտնում ենք, որ լիակատար ժողովրդավարության Հայաստանում կարելի է հասնել միայն այն դեպքում, երբ որ յուրաքանչյուրը գիտակցում է իր ձայնի արժեքը եւ ընտրություններին մասնակցում է հենց այդ գիտակցումը, որովհետեւ տեսեք, մենք որպես քաղաքացիներ քաղաքական որոշումների վրա ազդելու ըստ էության շատ հնարավորություններ չունենք։ Ընտրությունները մնում են միակ հնարավորությունը, որով քաղաքացիները կարողանում են իրենց որոշումը կայացնել կամ պատվիրակել մարդկանց, որոնք իրենց փոխարեն 5 տարի շարունակ որոշումներ են կայացնելու։ Եվ դրա համար մենք աչալուրջ ենք լինելու, որպեսզի այդ ձայնը հասնի տեղ։ Մի բան էլ եմ ուզում ասել, որ դիտորդները հենց այնպես չեն գտնվելու տեղամասերում, մենք նախապես աշխատանքներ ենք տարել եւ յուրաքանչյուր դիտորդի հետ նախ ուսուցողական դասընթացներ ենք կազմակերպել, այնուհետեւ վերապատրաստել ենք, իսկ այսօր հենց այսօր մենք հիմա գալիս ենք Վաղարշապատից, Էջմիածնից, որտեղ վերջին ցուցումներն էինք տալիս դիտորդներին արդեն հողի վրա, թե ով որ տեղամասում է լինելու, ինչպես պետք է իրականացնի առաքելությունը եւ մոտենալու են եւ յուրաքանչյուր տեղամասում նաեւ ծանոթանային այն պայմաններին եւ պահանջներին, որը կա եւ գուցեև այսօր նաեւ որոշակի խախտումներ մենք գրանցենք կտեսնենք։ Ամեն դեպքում հիմա մենք գալիս ենք այնտեղից եւ հուսամ, որ արագ կավարտվի նաեւ այս նիստը, մենք կհաջողենք նաեւ վերադառնալ եւ որովհետեւ ինքս օրինակ 5 տեղամասի պատասխանատու եմ եւ այդ տեղամասերը գոնե մոտենամ եւ ծանոթանամ։ Պարոն Մխիթարյան, իսկ ինչպես եք դուք գնահատում կոնկրետ այս հարցի քննարկումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այս պահին ինչ հետևանքներ այն կունենա։ Գիտեք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովից մենք ուղղակի 2 տողանոց նամակ ենք ստացել եւ զանգ ենք ստացել, որ այսօր ժամը 5-ին նիստ կա, որին հրավիրված են մեր դիտորդական առաքելությունից 2 ներկայացուցիչ եւ ես եւ պարոն Արամ Պետրոսյանը եկել ենք եւ կտեսնենք թե ինչի համար օրակարգի հարցերին մեզ դեռ չեն տեղեկացրել։ Քննարկվում է դիտորդական առաքելություններից մեկի ներկայացուցիչը, մեկը ներկայացրել է հարց, որպեսզի դուք հնարավորություն չունենաք Հայաքվեն հնարավորություն չունենա դիտորդական առաքելություն իրականացնելու Վաղարշապատի ընտրություններին։ Դուք սրան ինչպես եք վերաբերվում։ Ճիշտն ասած, այդ շատ կոնկրետ տեղյակ չեմ, բայց դա նշանակում է, որ այն մարդը, որը դեմ է դիտորդական առաքելության իրականացմանը, նշանակում է դեմ է Հայաստանում ժողովրդավարության հաղթանակին, որովհետև եթե դիտորդները այդ ամբողջ գործընթացը չեն
վերահսկում, նշանակում է նրանց, եթե հանում ենք, ուրեմն կարելի է ամեն ինչ անել, ինչպես արվել է Հայաստանում եւ ոչ Հայաստանում տարբեր տարիներին։ Մենք դա թույլ չենք տա, ուղղակի եւ ժողովուրդն էլ պիտի հասկանա, որ դիտորդական առաքելությունը անկախ անկողմնակալ հենց նրա համար է, որպեսզի ժողովրդավարության մակարդակը հնարավորինս բարձր լինի եւ ընտրողներն էլ հասկանան, որ իրենց քվեի հետևից գնացող կա եւ այնպես չի, որ միայն քաղաքական ուժերն են, որոնք կարողանան ինչ-որ բան անել ընտրությունների ժամանակ, այլ նաեւ անկախ դիտորդական առաքելությունները, որոնք առաքելությունը ես անձամբ գնահատում եմ ժողովրդավարության զարգացման տեսակետից ավելի բարձր։